Emmanuel Macron-ի այն հայտարարությունից հետո, որ 8 տարի առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի արբանյակ, այս ամբողջ իրադարձությունը արժեզրկում է։ Երբ օրինակ Զելենսկին խաղաղության կոչեր անում, խոսում է Ադրբեջանի եւ Հայաստանի խաղաղության հաստատման մասին, դա ուղղակի երեսպաշտություն է։ Զելենսկին թող հիշի, որ ինքը ֆոսֆորային զենքեր էր տալիս Ադրբեջանին, զենքեր էր մատակարարում Ադրբեջանին, շնորհավորում էր Ադրբեջանին Արցախի օկուպացիայի համար, շնորհավորում էր Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Դրանք Ադրբեջանին այդ խաղաղության կոչերից առաջ կոչեր անում են, որպեսզի ազատ արձակեն մեր հայ ռազմագերիներին։ Ադրբեջանին կոչեր անում են, որպեսզի զորքերը դուրս բերեն Հայաստանի սուվերեն տարածքից։ Մենք չենք լսել այդ կոչերը։ Մեր համար այնպիսի տպավորություն է, որ եվրոպացի մեր գործընկերների ամբողջ քաղաքականությունը Հայաստանի հետ կապված միտված է հակառուսական տրամադրություններ ստեղծելու։ Խոսք բարձրացնում են Հայաստանում քան բանտարկյանների մասին։ Խոսում են նրա մասին, օրինակ նույն Էմանուել Մակրոնը Հայաստանի ղեկավարությանը 8 տարվա մասին, որ խոսում է, հարց տալիս է այս 8 տարվա աննախադեպ քաղաքբանտարկյանների մասին, որոնք մինչև այսօր կան։ Երբ որ խոսում են խղճից, ազատությունից, խոսում են մարդու իրավունքներից, խոսում են ելի ժողովրդավարությունից, իրենց ամբողջ ամեն երկրորդ բառը դա է։ Հարց տալիս են Հայաստանի իշխանություններին, թե ինչի համար են հարձակում գործում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Մենք չենք ուզում հավատանք, որ եվրոպացի մեր գործընկերների վարած քաղաքականությունը մեզ վաղը նորից ցեղասպանելու է։ Մենք չենք ուզում դրան հավատանք։ Բայց դրան չհավատալու համար եվրոպացի մեր գործընկերները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն եւ իրենց խոսույթը, իրենց հրետորաբանությունը փոխեն Հայաստանի մասին։ Ազատություն բոլոր քաղաքբանտարկյաններին, ազատություն Բաքվում գտնվող մեր հայ ռազմագերիներին եւ կոչ ենք անում, որ ստիպեն Ադրբեջանին, որ դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից։